արդյոք օրվա ժամը կապ ունի սեքսով զբաղվելու ժամանակ հղիության հավանականության հետ։ Իսկ եթե ժամը 11-ին սեքսով զբաղվի ու ժամը 5-ին ինչ որ հավանականություն կա, դու ասա, բայց ես հետաքրքիր բան եմ ասել։ Եթե իհարկե գնանք այն հիմար մեթոդը, որ պետք է հատուկ հաշվարկներ անենք, թե օրվա որ ժամին, որ քրոմոսոմն է ակտիվ, հավանականությունը ինչքան մեծ է եւ այլն, տվյալ պարագայում միգուցե, բայց իրականում տենց բան գոյություն չունի։ Ոչ ժամն է կարևոր, ոչ օրն է կարևոր, ոչ դիրքն է կարևոր, դիրքն էլ եմ շեշտում, որովհետեւ կան կանեք, ասենք որ հարաբերությունից ոտերը օդ են հանում ու այդպես պարկում են մոտավորապես գեժան, որ սպերմը հետ չթափի։ Կամ կոնքի հատակի այս պոչուկի հատվածում բարձ են դնում ու այսպես պարկում են, ասենք մի ժամ, որ այս սպերման գնալներ ստեղի ունենա։ Այդ կարող է պրոստո որ սեքսից հետո կոֆե չդնեմ, բայց ասում եմ պարկի։ Նկատում չկա այդ ամեն ինչի կապ չունի այդ հաշվարկն է։ Ամենավատ հարցը հիմա էս է։ Չէ, մի վարքան ես այստեղ հավելում անեմ, կա մի հատ հետազոտություն փոքր հետազոտություն արած, որ ցույց է տալիս, որ առավոտվա սերմի մեջ ֆրագմենտավորված դնթ սպերմատոզոիդների քանակը ավելի քիչ է, քան երեկոյան, ինքը ցույց է տալի անտիօքսիդանտ էֆեկտի ազդեցությունը, ինքն էս չի ասում, որ իրիկունը սեքսոս բառից ավելի լավ երեխա կունենա, պրոստո մեր հետազոտություն արել, պատճառ-հետևանքային կապ չկա, պրոստո ցույց է տալի, որ X քանակով մարդիկ, որ առավոտվա սերմում, իրիկվա սերմում ֆրագմենտավորված դնթի քանակը տարբերվում է, որտեղ ինչ էի ուզում ասենք, որ ինչքան շատ սեքսով զբաղվեն մարդիկ, այդքան ավելի շուտ հղիություն կլինի։ Ոչ թե այդ լեգենդ կա, չէ, 3-4 օրը մեկ sense զսպում են իրանց պահում են, որ բում կրակեն սա սպերմատոզը, բայց հակառակը, այդ ժամանակ սպերմատոզինի շարժունակություն ֆրագմենտացիայի աճճան ավելի աճած է ալնում։